Երբևէ դադարել եք մտածել, որ լուր հիվանդություն կա, որն ազդում է աշխարհի միլիոնավոր մարդկանց վրա, դա հիվանդություն չէ, որը դեղամիջոցների կամ հոսպիտալացման մասին է, ոչ էլ ստանում է բժշկական վկայական, եթե նրա համար դեղամիջոց կար, ապա նրա ստեղծիչը հավանաբար միլիարդատեր կլիներ։ Ես խոսում եմ այն մասին, թե ինչ եմ անվանում հետաձգված կյանքի համախտանիշ չարիք, որը ստիպում է մարդկանց ապագայում անընդհատ ապրել, քանի որ այսուհետ իրական կյանքն ընդամենը կսկսվի։ Այսպես, դա այն դեպքում, երբ ինչ-որ մեկը կրկնում է իրեն։ Հիմա դժվար է, բայց վաղը ես սկսում եմ, մի փոքր ավելին եւ ամեն ինչ կփոխվի, երբ այս նախագիծն ավարտվի, ապա ես հանգստանալու եմ, փող ավելացնելուց հետո ես ինքս ինձ թույլ կտամ երջանիկ լինել, երբ նիհարում ես, ես գնում եմ լողափ, երբ շարժվում ես, կյանքը կբարելավվի, տարիներ անցում։ 1, 2, 10 եւ մարդը մի օր արթնանում է, հայելու մեջ նայում է եւ բախվում է սպիտակ մազերի, կնճիռների, ավելի քիչ դիմացկուն մարմնի եւ նույն խոստման։ Կյանքն ավելի ուշ է, ես տեսել եմ տասնյակ նման դեպքեր, եւ գիտեք, թե ինչն է ցավալի, այն փաստը չէ, որ նրանք չեն ստացել այն ամենը, ինչ նրանք ուզում էին, ամենավատն այն է, որ նրանք իրականում չէին ապրում։ Ես հանդիպեցի մի մարդու, ով իր կյանքը անցկացրեց, ասելով. Ես ճանապարհորդելու եմ, երբ թոշակի եմ անցնում, նա աշխատել է ոչ մի քանի պահպանված, հետաձգված երազներ, երբ նա վերջապես թոշակի անցավ, նա ստվերներ է գնել Իտալիայի համար, կազմակերպել իր պայուսակները եւ ուղևորության նախօրեին նրա սիրտը կանգ առավ։ Դա ոչ միայն Իտալիան էր, նա ամբողջ կյանքն էր, որն իր պահում էր սպասում այդ պահին, երբեք իրականում ապրել, մեկ այլ օրինակ հարևանն է, ով ապրում էր կրկնում։ Մի փոքր ավելի շատ աշխատանք, եւ այդ ժամանակ ես ժամանակ կունենամ ընտանիքի համար, երեխաները մեծացել են սպասելով, կինը նույնպես, երբ նա վերջապես հետ նայեց, նրա երեխաներն արդեն ունեին իրենց կյանքը եւ այլևս ժամանակ չունեին նրա համար։ Մի օր նա խոստովանեց ինձ, հառաչելով. Սա հետաձգված կյանքի համախտանիշի գործառույթն է։ Կարծում ենք, որ իրական կյանքը միշտ առջևում է հաջորդ կորից հետո, հաջորդ ամիս կամ հաջորդ տարի, բայց դա բավարար չէ, քանի որ կյանքը վաղը չէ, հիմա է, գոյություն ունի հրեական իմաստություն, որն ասում է ինչ-որ բան։ Ժամանակը մի բան չէ, որ մենք ունենք, ժամանակն ենք, երբ մենք հետաձգում ենք կյանքը, մենք իրականում հետաձգում ենք ինքներս մեզ, հետին պլան դնելով, ասենք. Սպասեք այնտեղ, ես ձեզ եմ կանչում, միայն բազմիցս, երբ գիտակցում ենք, ուշ է։ Ես խոստովանում եմ, որ արդեն ընկել եմ այս ծուղակը, երիտասարդության մեջ ես մտածեցի. Հիմա ժամանակն է աշխատել, մի փոքր տառապել, եւ այդ ժամանակ ամեն ինչ կուղղվի, ես ապագայում ապրում էի, բայց ապագան պատրանք է, այն գոյություն ունի միայն մեր գլխում, իրականությունը ներկան է, մի օր իմ պապը իմաստուն մարդ ինձ ասաց մի բան, որը փոխեց իմ տեսանկյունը։ Այս խոսքերը գրանցվել են իմ մեջ։ Եվ դուք մտածել եք, մի փոքր ավելին, ապա ես կսկսեմ ապրել, կարող եք ասել։ Երբ ես ավարտեցի քոլեջը, ես ազատ կլինեմ, երբ փոխում եք աշխատանքներ, ես հոգ կտանեմ իմ առողջության մասին, երբ փող ունեմ, ես ճանապարհորդելու եմ, բայց քոլեջն ավարտվեց, նոր պարտականություններ են առաջանում։ Զբաղվածության փոփոխություններ, բայց խնդիրները շարունակվում են։ Գումարը ժամանում եմ, բայց դրանով նոր հաշիվներ են գալիս։ Դժմարտությունն այն է, որ կատարյալ պահ չկա, երբեք մի օր չի լինի, երբ արթնանաք վճռական ամեն ինչի հետ։ Ամբասիր առողջություն, լիարժեք բանկային հաշիվ, զրոյական մտահոգություններ, մարտահրավերները միշտ կլինեն, բայց սա արդարացում չէ սպասելու համար։ Կյանքն ունի նախագիծ, դուք չեք կարող ապրել փորձարկման տարբերակ, ապա ասել. Հիմա ես կսկսեմ ճիշտ ճանապարհը, մենք ունենք միայն մեկ հնարավորություն, ինչ եք անում այսօր ձեր կյանքն է, այսպիսով հարցը, որ դուք ինքներդ պետք է հարցնեք, ես հիմա ապրում եմ, թե պարզապես սպասում եմ։ Մենք հաճախ մտածում ենք, որ իսկապես ապրելը նշանակում է լքել ամեն ինչ եւ պատրաստվում է խորհրդածել Տիբեթի մասին կամ ճանապարհորդել աշխարհը, կարող է նույնիսկ տեսականորեն գեղեցիկ լինելը, բայց գործնականում դա հազվադեպ է աշխատել, իրական կյանքը պարտավորություններից խուսափել չէ, այլ իմանալ, թե ինչպես ներկա լինել արդեն իսկ մեր ունեցածը, երբ ես 25 տարեկան էի, ես նույնպես մտածեցի. 1-2 տարի հետո ես կսկսեմ վայելել դա, նա աշխատել է ոչ մի տված, հրաժարվել է ընկերներին հրավիրել, հետաձգվել է իր ընտանիքի հետ ուղևորություններ, երբ ես վերջապես ժամանակ եւ փող ունեի, հասկացա, որ այդ ընկերներից շատերը այլևս շուրջն էին։ Ոմանք շարժվեցին, մյուսները հետևեցին իրենց կյանքին, եւ այն ժամանակ էր, ինչ կարող էր անցնել նրանց հետ, այլևս չի վերադառնա, այդ ժամանակ ես հասկացա. Կյանքը չի կարող հետաձգվել, քանի որ հետո գոյություն չունի։ Մեկ այլ դեպք, որը ինձ նշեց, այն ծանոթությունը, ով երազում էր գիրք գրել, դա փայլուն էր, լի գաղափարներով, բայց ես միշտ ասում էի.
Ես կսկսեմ, երբ ավելի շատ ժամանակ կունենաք, երբ ամեն ինչ կատարյալ է, 20 տարի է անցել, եւ նա նույնիսկ տող չի գրել, գաղտնիքը հիանալի պահը բավարար չէ։ Մենք պետք է ստեղծենք այն, գոյություն ունի հրեական ասացվածքը, որն ամփոփում է դա։ Եթե ոչ ես, ապա ով, եթե ոչ հիմա, երբ։ Եկեք գնանք գործնական օրինակների, ման անկանում եք լեզու սովորել, մարդկանց մեծամասնությունը ասում է, հիմա դու չես աշխատում, երեխաներ, 1000 բան, երբ ժամանակ ունեք, սկսեք, բայց ժամանակը մենակ չի երևում, լուծումը, սկսեք այսօր։ Նույնիսկ օրվա 10 րոպե, միանգամից մեկ բառ, ման անկանում եք հոգ տանել ինքներդ ձեզ մասին, մի սպասեք երկուշաբթի, հաջորդ ամիս կամ նոր տարի, սկսեք հիմա փոքր քայլով, կյանքը պատրաստված է ամենօրյա ընտրություններից, ոչ թե հիանալի հեղափոխություններից։ Լավ նորությունն այն է, որ այս սինդրոմը բուժում ունի եւ ավելի պարզ է, քան թվում է, անկանում եք իմանալ, թե ինչպես, պատասխանը հասկանալն է, որ կյանքը շարադրություն չէ։ Ինքնին կտորն է, եւ բեմն այսօր է։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, երկրորդ դահլիճում է սկսում եմ վազել, երբ դուք հավաքում եք կատարյալ էներգիայի պլան, ապա ես կփոխեմ, բայց ասեմ, որ ինչ որ մեկը, ով այսպիսի տասնյակ երկուշաբթի տեսել է, այն չի գործում։ Գաղտնիքը հիմա սկսելն է, այսօր գիշեր անցեք գիշերը եւ քայլեք առնվազն 20 րոպե, լավ, դա արդեն քայլ է, ման անկանում եք ավելի առկա լինել ընտանեկան կյանքում, քանի անգամ եմ լսել։ Հիմա ես շատ զբաղված եմ աշխատանքով, ապա ժամանակ կունենամ երեխաների համար, բայց երեխաները մեծանում են, ժամանակն անցնում է, եւ հանկարծը հետո դառնում է արդեն, ես գիտեմ մի մարդու, ով իր ամբողջ կյանքը ծախսում էր, աշխատելով իր ընտանիքին աջակցելու համար, բայց հազիվ թե խոսեց նրա հետ, նա փող աշխատեց, այո, բայց մի օր նա հասկացավ. Ես կարող եմ նրանց տալ ամեն ինչ, ավելի քիչ վերադարձնել իրենց կորցրած մանկությունը, այսպիսով, եթե ուզում եք ավելի մոտ լինել նրանց, ովքեր սիրում են, մի սպասեք, զանգահարեք այսօր, ասեք բարի խոսքեր, միասին գնացեք այգի, դրանք փոքր ժեստեր են, բայց սա է կյանքը։ Եվ ինչու ենք այդքան հետաձգել, քանի որ մենք կարծում ենք, որ կյանքը մեծ իրադարձություն է, երբ ես ամուսնանում եմ, երբ տուն եք գնում, ապա կսկսվի կյանքը, բայց ճշմարտությունն այն է, որ կյանքը իրադարձությունները չէ, դա այն փոքրիկ քայլերն են, որոնք մենք ամեն օր վերցնում ենք, դա նախաճաշը, ընկերոջ հետ զրույցը, որդու գրկախառնությունը, անծանոթի շպիտը, եթե մենք չենք սովորում գնահատել այս բաները, մենք չգիտենք, թե ինչպես գնահատել մեծերը։ Մի անգամ ես մի հին ռաբբի հարցրեցի. Որն է երջանկության գաղտնիքը, նա ժպտաց եւ պատասխանեց. Դադարեցրեք երջանկության սպասել եւ գիտակցել, որ նա արդեն այստեղ է, այսպիսով, ահա թե ինչ նկատի ունեմ։ Հետաձգումը դադարեցնելն ամեն ինչ չընկնելն է եւ հեռանալ, այսօր սովորում է ապրել, այս պահին փոքր քայլեր վերցնելով, ման անկանում եք գիրք գրել, գրեք էջ այսօր, ման անկանում եք նիհարել, դադարեցրեք կանգառը ավտոբուսից առաջ։ Ման անկանում եք մոտենալ ձեր երեխաներին, ասեք ես այսօր սիրում եմ քեզ։ Թվում է, թե պարզ է, բայց դժվար է, քանի որ մեր միտքը մեզ հետ է մղում դեպի ապագա։ Ոչ հիմա, ուրեմն, մի օր, եւ ես ասում եմ. Մի օր կյանքի ամենավտանգավոր խոսքն է, քանի որ այն գրեթե միշտ դառնում է երբեք, այս ցիկլից դուրս գալու համար մեկ հարց է բավարար։ Ինչ կարող եմ անել հիմա, նույնիսկ փոքր, բայց այսօր, երբ սկսում եք այսպես ապրել, կյանքն այլևս նախագիծ չէ եւ իրական է դառնում, եւ առավել զարմանալի։ Ուրախությունը վաղը չի գալիս, ոչ էլ։ Մեկ տարվա ընթացքում նա արդեն այստեղ է, քանի որ ուրախությունը ճակատագիր չէ, այդպես է։ Եվ ես դա չեմ ասում որպես վարպետ վերևից ներքև, ես խոսում եմ որպես մեկը, ով ապրել է այս հետաձգված կյանքի համախտանիշը, եթե ես կարողացա հեռանալ, կարող ես, բայց մենք պետք է որոշենք ոչ վաղը, ոչ երկուշաբթի այսօր։ Շատերը կասեն. Լավ, բայց ես խնդիրներ ունեմ, պարտքեր, աշխատանք, ընտանիք, առողջություն, ես երջանկության ժամանակ չունեմ, լսեք, ես չեմ ասում, որ անընդհատ անտեսում եմ ձեր պարտականությունները կամ ժպտալ, ասես ոչինչ սխալ չէր, ես ասում եմ, որ խնդիրներ գտնելու համար, այն աշխատում է գոհունակություն գտեք ձեր արածի մեջ, դուք ունեք ընտանիք, արժեք դրանք, նույնիսկ դժվար օրերին, առողջություն ունեք, շնորհակալ եմ, որ կարողանաք շնչել, քայլել, տեսնել, քանի որ ընկերները, երջանկությունը խնդիրների բացակայություն չէ։ Դա, չնայած նրանց, ապրելու ունակությունը։ Ես հանդիպեցի մի կնոջ, որը հիվանդ տարիներ անցկացրեց, գրեթե առանց տնից դուրս գալու, նրա կյանքը սահմանափակ էր, ծանր, բայց նա միշտ ժպտաց, մի օր հարցրեցի. Որտեղ է գալիս այդքան ուրախություն, նա պատասխանեց. Ես ամեն օր ուրախ եմ, որովհետև նա ինձ տրվեց, ես կարող եմ տեսնել երկինքը պատուհանի միջով, լսել թոռներին, այդ պահին ես հասկացա. Կյանքն այն չէ, ինչ մենք կունենանք ավելի ուշ, դա այն է, ինչ հիմա ունենք։ Հետաձգված կյանքի համախտանիշն այն է, երբ մենք ասում ենք.
Ես կսկսեմ ավելի ուշ, բժշկությունը շատ պարզ է, սկսեք հիմա, մի փոքր քայլ, ոչ վաղը, ոչ թե երկուշաբթի, այսօր, անկանում եք լինել ավելի երջանիկ, գտեք 3 բան, որ այսօր շնորհակալ եք, անկանում եք ավելի մոտ լինել նրանց, ովքեր սիրում են։ Զանգահարեք մեկին, ով այժմ բացակայում է, ու անկանում եք փոփոխություններ, վերցրեք մի քայլ, նույնիսկ նվազագույն։ Եվ ևս մեկ բան։ Մի վախեցեք սխալվելուց, շատերը հետաձգեցին կյանքը մտածելով. Ինչ, եթե այն սխալ է ընթանում, ինչ կլինի, եթե ես ձախողվեմ, բայց լսեք։ Սխալը նույնպես կյանքն է, բացակայում է փորձը, ոչինչ լուրջ չէ, լուրջ բանը սխալներ թույլ չտալն է, քանի որ դա նշանակում է, որ այն չի ապրել։ Փորձելու վախի համար ապրելն այն է, թե ինչպես անցնել կյանքը փակ աչքերով եւ վերջում գիտակցեք, որ դուք երբևէ չեք տեսել լանդշաֆտը, ճշմարիտ իմաստությունը կատարյալ գոյություն չի տեսնում, քանի որ այն գոյություն չունի։ Այն ընդգրկում է կյանքը իր անկատարությամբ, գայթակղիչ բլոկներով եւ անակնկալներով, եւ ահա թե որտեղ է գալիս ամենակարևոր խորհուրդը։ Մի պահ դադարեք կարդալ եւ այժմ ինչ-որ բետոններ արեք ձեր կյանքի համար։ Անջատեք այս էկրանը եւ քայլը փոքր, բայց իրական գրեք այդ գրքի փակելու համար ես կիսում եմ իմ հայրս ասած բառերը, եւ որ ես ամեն օր կրկնում եմ ինձ։ Այս ամենը էությունն է, շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար, ապրեք առանց հետաձգելու, եւ մինչև հաջորդ տեսանյութը։